Ողջունում ենք բոլորին, մի փոքր ուշացումով իմ խոստացած ժամից ես մտա եթեր, սիրելի երևանցիներ, հարգելի հետևորդներ, նախ հակիրճ նախաբանով անդրադառնամ ստեղծված իրավիճակին, կապված նոր-նորքի ադմինիստրացիայում տեղի ունեցած ծեծկռտուքի հետ, ցավոք սին բոլոր այն մարդկանց լավատեսությունը, ովքեր կարծում են, որ այդուհանդերձ քաղաքացիական պայմանագիրը կգնա, այսպես ասենք, իրենց անունով կոչելու եւ համարժեք գնահատական տալու ճանապարհով, բայց այսօրվա գործակարգավարականը ցույց տվեց, որ կոալիցիան որոշել է, այսպես կոչված կոալիցիան որոշել է այդ դեգրադացիոն բեռը շալակել եւ այն ինչից բորբոքված ժողովուրդը 18 թվականին մեծի մասամբ դուրս եկավ փողոց, բիրտուժ, լկտիություն, անպատժելիություն, ինչ որ արտոնյալ խավի մարդիկ, ահա այդ ամենից բորբոքված ժողովուրդը նաեւ այդ պատճառով որ դուրս եկավ փողոց, հիմա ստացվեց մի այնպիսի իրավիճակ, որ երբ որ այսպես կոչված հերոսը գնում կտրում է հրեշի գլուխը, հետո ինքը դառնում է հրեշ արդեն մի քանի գլուխ ունեցող, այս պարագայում կոալիցիան նման է մի քանի գլուխ ունեցող հրեշի եւ երբ որ մի գլուխը մյուս գլխին շանտաժի է ենթարկում, վերստին չեմ ուզում անդրադառնալ այդ օրերին տեղի ունեցածին, կատարվածին, իրենց այսպես ներքին խոհանոցը հրապարակային դարձնելու այդ դրսևորումներին, պիտի արձանագրենք, որ քաղաքացիական պայմանագիրը, որի ներկայացուցիչները օրեր շարունակ սկսել էին դատապարտել, եւ քաղաքացիական պայմանագիրը եւ Նիկոլ Փաշինյանը անձամբ են այսուհետ պատասխանատու նոր-նորքում տեղի ունեցած ծեծ ու ջարդի վերաբերյալ լկտիությունը, սանձարձակությունը պետական բարձրագույն մակարդակով հովանավորվեց, ստացավ աջակցություն եւ այդ դատակ խոսքերը թե տեղի ունենում քննությունը ինչ որ կորոշի մեղավորներին եւ այլն, ակնհայտ է, որ եթե իշխանությունները բավարարվել են ընդհանրապես գործակարգավարականի ժամանակ ինչ որ ներողություն խնդրելու այդ էժանագին շոուներով, հաստատ իրավապահները չեն գնալու դրանից հետո չգիտեմ, ձերբակալման կամ ազատազրկման հետ կապ ունեցող որևիցե գործողությունների, այդ առումով պիտի ասենք, որ բոլոր պատրանքները ցրվեցին մարդկանց մոտ եւ այս իշխանությունը, այսպես ասենք, բառի բուն իմաստով այլևս դեգրադացիոն առումով տվեց եւ գերազանցեց նախորդից ժառանգած բոլոր հնարավոր արատավոր բարքերը, ինչի պատասխանը պետք է տա Հայաստանի Հանրապետության քաղաքացին, ինչի պատասխանը պետք է տան երևանցիները ու առհասարակ ցանկացած իրեն հաշվետու եւ բարոյական համարող մարդ, ով դեմ է լկտիությանը եւ սանձարձակությանը, այդ ամենի պատասխանը պետք է տա նախ եւ առաջ քվեի տեսքով եւ առաջիկա սպասվող ընտրությունների հետ կապված ակնհայտ է, որ բոլորը կամ գրեթե բոլորը արդեն իսկ պատրաստվում են նախընտրական գործընթացների եւ գալու է յուրաքանչյուրի արածների եւ չարածների համար հաշիվ տալու ժամանակը, պարզապես հետ այսօր բոլորը պետք է իմանան, որ Երևանի քաղաքային իշխանություն որպես այդպիսին, որպես պատասխանատվության սուբյեկտ, ուղղակի գոյություն չունի, իրենք դարձել են իրենց կոալիցիոն գործընկերոջ գերին, բայց այստեղ խնդիրը այն է, որ ԿՊ հանրապետություն հարաբերությունները չեն տեղավորվում սոսկ Երևան քաղաքի իշխանությունների, այսպես ասենք, միջակայքում, իշխանությունները նրանց դիտարկում են որպես հնարավոր պոտենցիալ իրենց կոալիցիոն գործընկեր, ահա այդտեղ է, որ քաղաքացիները պիտի սթափ եւ ռեալ գնահատեն, որ քաղաքացիական պայմանագիրը եւ հանրապետությունը ամբողջությամբ սինխրոն, ունիսոն, նույն դաշտի մարդիկ են մեկը մյուսի արածները հովանավորող եւ աջակցող եւ պատասխանատվություն կրող։ Այժմ հիմա ուզում եմ անդրադառնալ տրանսպորտային համակարգում տիրող իրավիճակին
Պիտի առանձնահատուկ կերպով նշեմ, որ իշխանությունները այսօրվա գործակարգավարականի ժամանակ մարդկանց թյուր ինֆորմացիային մատուցել իբրև թե վճարումները աճում են, վճարումները չեն աճում, բոյկոտը շարունակվում է, ու դրա մասին խոսում են թվերը։ Ես հիմա ձեզ կներկայացնեմ պաշտոնական վիճակագրությունը, դրա, այսպես ասենք, տրայեկտորիան, թե թվաբանությունը ինչ ուղղությամբ է զարգանում եւ կտեսնեք, որ աճ չկա եւ բոյկոտը ակտիվ շարունակվում է, որովհետեւ եթե բոյկոտ չէ դա, ուրեմն պիտի ասենք, որ անգամ միասնական տոմսային համակարգի դեպքում գոյություն ունի ստվեր։ Ուզում եմ առանձնահատուկ շեշտել, որ մենք չենք մոռանում 2019 թվականի տվյալները Երևանում ուղևորափոխադրության, որը վերաբերում էր միայն վերգետնյային, այսինքն ֆիքսված էր դեռևս 2019 թվականին շուրջ 480,000 ուղևորափոխադրում վերգետնյա տրոլեյբուսների եւ ավտոբուսների միջոցով։ 2019 թվականից ի վեր ինչ ենք ունեցել, որ գործակարգավարականների ժամանակ տարբեր թվեր են հնչեցրել, մենք պնդում ենք, որ WIG տրամադրած խորհրդատվական գնահատականները մեկ օրվա ընթացքում վերգետնյա 550,000 ուղևորափոխադրում, դրանք ամբողջությամբ մոտ են իրականությանը, եւ պիտի ասենք, որ 19 թվականից ի վեր եւ Արցախի հայաթափման եւ այս բազմահազար շինթույլտվությունների հետևանքով Երևան քաղաքի բնակչությունը ավելացել է, ինչպես նաեւ իրենք թերթելի հետ կնքել են 600,000 եւ ավել ուղևորափոխադրման վերաբերյալ պայմանագիր, այդպես դա օդից վերցրած թիվ չէ։ Հիմա տեսեք ինչ ունենք, ես հիմա կվկայակոչեմ թվեր, որոնք հնչել են պաշտոնապես գործակարգավարականների ժամանակ, ուրեմն օրական ուղևորափոխադրումներ վերգետնյա գումարած միասին ավտոբուսը եւ տրոլեյբուսը, ուրեմն ինչ ունենք 31-03-ին նախորդող մարտի 31-ին, մարտի 24-31 հատվածի հետ կապված զեկուցվել է օրական 270,750 ուղևորափոխադրում վերգետնյա, մետրոն չեմ հաշվում։ Ուրեմն ամսի 7-ին, ապրիլի 7-ին զեկուցվել է վերգետնյա 274,192, 21-ին ապրիլի 14-21 էլի մեկ շաբաթվա, հատուկ ընդգծում, սրանք յուրաքանչյուրը մեկ շաբաթվա տվյալներ են, 275,000 ուղևորափոխադրում է տեղի ունեցել օրական, վերգետնյա օրական ուղևորափոխադրում եւ մայիսի 5-ին այսօր հնչել է թիվ, որը ֆիքսում է օրական վերջին մեկ շաբաթում օրական վերգետնյա տրանսպորտից օգտվել է գրանցվել է վավերականությունը 261,933 ուղևոր։ Հիմա ինչ ունենք, մի պարզ իրողություն, որ այս թվերը չեն արտացոլում իրականությունը եւ պիտի ասեմ, որ բոյկոտը առավել քան իրողություն է, քաղաքացիները իրենք են գտնում բոյկոտի ձևը եւ մի շատ պարզ իրավիճակ, որ այն ինչ կատարվում է առավոտյան եւ երեկոյան ժամային հանրային տրանսպորտում, դա ամենաբարենպաստ տարբերակն է բոյկոտին ակտիվ կամ պասիվ մասնակցելու։ Եթե մարդիկ մուտք են գործում եւ չունեն հասանելիություն վալիդատորին, դա ստեղծում է ամենառեալ իրավիճակը, որպեսզի մարդիկ բոյկոտեն, բայց անշուշտ սոսկ դա չէ բոյկոտի նախադրյալը, մարդիկ չեն ընդունում եւ համեմատենք 19 թվականի վերգետնյա 480,000-ը եւ այս օրերին գրանցված 270,000, 274, 275,000, իսկ վերջին ընդհանրապես օրական 15,000-ով գրեթե անկում է ապրել եւ 261,000 է կազմում։ Ես այստեղ կուզենայի վկայակոչել, ես Երևան ավտոբուս ՓՊ-ի նախկին տնօրենի վերջին հարցազրույցը, որը նա տվել է անցած ամռանը, եւ մարդը բացեիբաց հայտարարել է, որ չի հերքել, որ իրական վճար, այդ ժամանակ դեռևս կանխիկ էին վճարում։ Անկանխիկը, այն էլ թերի մասնակի
մտել է շրջանառության մեջ 24 թվականի նոյեմբերին։ Պնդում էին, որ այդ մետաղադրամ ընդունող սարքերի միջոցով այսօր վճարելու են մետաղադրամ ընդունող սարքին վարորդները չեն առնչվելու կանխիկի հետ, բայց մենք բացահայտեցինք, որ հայգերները շարունակում էին այդուհանդերձ վճարել, ինչևից է։ Հիմա տեսեք ինչ թվեր էր արձանագրում։ Հովհաննես Մանուկյանը նախկին տնօրենը, ով սկզբում ԵԱՍՄ-ի տնօրենն էր, հետո դարձավ Երևան ավտոբուս ՓՊ-ի տնօրենը, այնտեղ ինչ որ ասեցին չարաշահումներ կա, նրան ազատեցին, ասեցին, որ ինչ որ վարույթ է նախաձեռնվել անցած տարի 2 անգամ վարորդները գործադուլ հայտարարեցին եւ Հովհաննես Մանուկյանը հարցազրույցի ժամանակ պաշտոնապես հայտարարեց, որ իր օրոք, իր կառավարման ժամանակ, երբ եղել է տրանսպորտային ուղևորցի հավաքագրումը բացառապես կանխիկ տարբերակով եւ դեռևս կար Երևան տրանսը, որը մասնավոր գծեր էին, ինքը ունեցել է շուրջ օրական ռեկորդ է գրանցել անգամից 29 միլիոն, այսինքն 200 դրամով որ հաշվում եք, ստացվում է 290,000։ Այսինքն երբ որ դեռևս գծերի մի մասը մասնավոր էին, Երևան ավտոբուս ՓԲ-ի նախկին տնօրենը օրական հավաքել է այդ իրենց ասած թվերի պայմաններում եւ հարցազրույցի ընթացքում շեշտվում է 40% թվերի հավանականությունն է, որը նա չի հերքում, ասում է տեսախցիկներով ենք մենք ֆիքսում, որքանն է թվերը, որքանը իրական մուտքը քաղաքային բյուջե, ընդունելով, որ եղել է այդ ժամանակ 40-60 հարաբերակցություն, ուրեմն 60% վճարումների պայմաններում միայն Երևան ավտոբուս ՓԲ-ն հավաքագրել է 29 միլիոն, այսինքն 290,000, ու հիմա այսօր այս պահին, ուրեմն մարտ-ապրիլ ամիսների տրոլեյբուս եւ ավտոբուսը միասին երբ որ գումարում ես, անգամից այդ կանխիկի շրջանառության օրերի թվերին չի մոտենում, հա, այնինչ իրականում այդ թվերը պետք է շատ ավելի լինեին, եթե նա ընդունում է, որ 290,000 օրական ուղևորափոխադրումը կազմում է 60% եւ մի 40% էլ ստվերում է, ենթադրում է, որ իրականության մեջ պետք է այո 500,000 եւ ավելի ուղևորափոխադրում իրականության մեջ լինի, ինչը պետք է կազմեր այսօրվա ռեալ շրջանառությունը, եթե բոյկոտը չլիներ։ Թվերը շատ պարզ են, շատ խոսուն են, հիմքը ընդունում ենք մեկը Երևան ավտոբուս ՓԲ-ի նախկին տնօրենի հայտարարությունը, որը չի երկրվել, որ Երևան ավտոբուս ՓԲ-ն 100 դրամով տեղափոխել է իր կառավարման օրոք 29 միլիոն դրամ անգամ հավաքագրումով եւ ընդունում է, որ կա շուրջ 40%-ի ստվեր, իրականության մեջ ես կարծում եմ, որ այդ ստվերը 50% է, ոչ թե 40 եղել, ինչպես նաեւ այն, որ նոյեմբեր ամսին, երբ որ մետաղադրամներով ընդունող սարքերով սկսեց Երևան ավտոբուս ՓԲ-ն սպասարկել բացառությամբ այգերների եւ բացառությամբ Երևան տրանսի, այդ օրերին գործակարգավարականների ժամանակ զեկուցվում էր ընդհանուր մինչեւ 350,000 ուղևորափոխադրում։ 350,000 ուղևորափոխադրում ունեցել է նոյեմբեր ամսին Երևան ավտոբուս ՓԲ-ն, որի մասին զեկուցվել է դեկտեմբերին։ Ուրեմն դեկտեմբերին դուք ունեցել եք 350,000 ուղևորափոխադրում, չհաշված միասնական ներողություն, մետաղադրամ ընդունող սարքերով, չհաշված հայգերների կանխիկը եւ չհաշված Երևան տրանսը։ Եթե դա էլ գումարում ենք, այսինքն միևնույնն է, ռեալության մեջ մենք ունենալու ենք 500,000 եւ ավել ուղևորափոխադրում մեկ օրվա ընթացքում։ Հիմա այսօր վերստին ուզում եմ հիշեցնել, ուրեմն 31-ին մարտի զեկուցել են 270,000, ապրիլի 7-ին մեկ շաբաթվա թվեր եմ ասում, օրական 274,000, ապրիլի 21-ին զեկուցել են օրական 275,000 եւ ահա մայիսի 5-ին զեկուցում են օրական 261,000 վերգետնյա ուղևորափոխադրում, ընդ որում ես այս թվերի մեջ իմ վերջին հրապարակած պիտի ասեմ, որ ներառել եմ նաև տրոլեյբուսների ուղևորափոխադրումը, այսինքն եթե մենք հանում ենք տրոլեյբուսները, այսինքն բուն Երևան ավտոբուս ՓԲ-ի հավաքագրումները էլ ավելի թերի են, էլ ավելի ցածր են,
այնպես որ տիկնակ եւ պարոնակ քաղաքային իշխանություններ դուք որքան էլ մարդկանց տուգանքով սպառնալով եւ Նիկոլ Փաշինյանի ճակերտավոր խոստումը կատարելով մարդկանց դարձնում եք, փորձում եք դարձնել տուգանքի մատերիալ, պարլամենտի ձեր գործընկերներին եք օգնության դիմում, որ տուգանք սահմանեք, որ մարդիկ վախենան եւ վճարեն, իեջուկս այդ ամենի, իեջուկս քաղաքացուն տուգանքի մատերիալ դարձնելու ձեր այս լկտի եւ ցինիկ վարքագծի մարդիկ շարունակում են բոյկոտել։ Մարդիկ շարունակում են բոյկոտել եւ ելի եմ ուզում առանձնահատուկ ընդգծել, որ իշխանափոխությունից հետո մեր իրավապահ մարմինները ահռելի ծավալի աշխատանք ունեն անելու, պարզելու համար բոլոր այն ստվերային հոսքերը, որ տեղի են ունեցել տարիներ շարունակ, թե Երևան ավտոբուս ՓԲ-ում ուղևորափոխադրումների, այսպես ասենք, ուղևորցի հետ կապված, թե վառելիքի, թե տեղ սպասարկման, թե ավտոպահեստամասերի հետ կապված, դրանց հետ կապված էլ ինչ-որ գործեր կան, վարույթներ կան, որոնք քնեցվում են, այսինքն այս իշխանությունները ոչ միայն հովանավորում են չինովնիկների լկտի եւ անպատասխանատու բռի վարքագիծը, այնպես էլ հովանավորում եւ պարտակում են Երևան ավտոբուս ՓԲ-ում տարիներ շարունակ տեղ գտած, այսպես ասենք, յուրացումները, մսխումները, վատնումները, այնպես որ հարգելի հայրենակիցներ, բոլորիդ մեկը վերստին կոչ ենք անում, օգտվեք բոյկոտի ձեր սահմանադրական իրավունքից, այս իշխանությունների կառավարումը ճաք է տալիս արդեն, այս իշխանությունների նյարդերը տեղի են տալիս, երկու անգամ իրենք նիստերի կեսից ուղղակի վերկացան եւ փախուստի դիմեցին, ճողոպրեցին դահլիճից, թվերի լեզվով երբ որ խոսում ես իրենց հետ, իրենց մոտ ուղղակի ցնցումները առաջանում։ Այնպես որ հարգելի հայրենակիցներ, բոյկոտը շարունակեք, բոյկոտը յուրաքանչյուրի իրավունքն է, բոյկոտի թվերը խոսում են այդ մասին, Երևան ավտոբուս ՓԲ-ն էլ, էլեկտրատրանսպորտ ՓԲ-ն էլ, այսպես ասենք, այն որ շատ էլ ուզենան, այս պահին կդժվարանան որևիցե այլ թիվ ներկայացնել։ Իհարկե մենք ստանում ենք նաև ահազանգեր, որ կոնկրետ իրավիճակներում տարբեր վարորդներ ինչ որ անկարգ եւ ագրեսիվ վարքագիծ են ցուցաբերում։ Մենք խորապես համոզված ենք, որ դա տեղի է ունենում նրանց ղեկավարների եւ առհասարակ երկրի գործող իշխանությունների ուղղորդման, ինչու՞ չեմ ասում քաղաքային, որովհետեւ քաղաքային իշխանությունը որպես այդպեսին ընդհանրապես տեղապահներ են, որոնք զբաղված են ինչ-որ պաշտոններ միմյանց մեջ կիսելով, տենդերներ կիսելով, մենք առաջիկայում կունենանք տարբեր եթերներ եւ հեռարձակումներ կապված տարբեր ուղղություններով մսխումների եւ վատտումների հետ, ավականորիստ տեղի են ունենում ամիսը մեկ պարբերականությամբ, բայց ընթացքում մենք տարբեր նյութեր ենք ունենում, տարբեր ահազանգեր, տարբեր շրջայցեր, մենք անդրադառնալու ենք նաեւ բյուջեի կատարողականին, անդրադարձենք անելու նաև տարբեր վարչական շրջաններում կիսատ թողած եւ թերի կատարված աշխատանքներին, այնպես որ սիրելի հայրենակիցներ, Մայր Հայաստանը հրապարակային գործունեությունից զատ խորապես, այսպես ասենք, խորապես հետևողական է եւ խորամուխ է, որ այն ֆինանսական մսխումները, արտահոսքերը, որ կան, դա հրապարակայնացվի, հնարավոր լինի դա կանխել եւ նաև կուզեի անդրադառնալ Ավինյանի վերջին հայտարարությանը այսօր, որ ասում է վերջին 3 տարում չի կատարվել այնքան աշխատանք, որ քան կատարվել է վերջին 10-15 տարում, ուրեմն պիտի ասեմ, որ Երևանի քաղաքապետարանում վերջին 3 տարում չի եղել պետությունից պատվիրակված այնքան լիազորություն եւ տեղական հարկերի եւ турքերի գույքարկի հետ կապված այնքան փող, ինչքան վերջին 3 տարում է մտել Երևան քաղաքի բյուջե, վերջին 10-15 տարում չի մտել, ով էլ այդտեղ նստած լիներ, այդքան փող տային, աշխատանքների ծավալը կմեծանար, բայց որքան աշխատանքների ծավալը մեծացել է, այնքան մեծացել է ՔՊ-ի եւ հանրապետության հետ փոխկապակցված տարբեր ՍՊԸ-ների շրջանառությունը։ Այսինքն Երևանցու բարօրության մասին չի խոսում այդ թվերի շրջանառության մեծացումը, այլ ընդհանրապես ձեր սեփական եկամուտների, ձեր հետ փոխկապակցված իրավաբանական անձանց եկամուտների շատացման մասին է խոսում։ Հակառակ պարագայում մենք չենք ունենա այն խայտառակ պատկերը, որը տիրում է Երևանում,
առհասարակ կառավարումը գտնվում է խայտառակ ցածր մակարդակի վրա, անընդհատ ճգնաժամ, անընդհատ ահազանգ, չթվարկեմ, հա, անձրևա գալիս, ինչա կատարվում, ձյունա գալիս, ինչա կատարվում, կոյուղաջրեր, բակեր կան 1 ամիս, 2 ամիս, Շահումյան փողոցից էլ ես վերջերս ահազանգ ստացանք, կոյուղաջուրը հոսում է, քաղաքային իշխանություն չկա, գնամ այդ հարցը լուծի, ահազանգը բարձրացնես ասում են վեոլյա ջրինն է, վեոլյա ջուրն էլ ասում է ես միջոցներ չունեմ նման կապիտալ, բալա ով պետք է զբաղվի այդ հարցով։ Այսինքն գնացեք, թաղամասեր կան, որ ուղղակի չգիտեմ, մեկ շաբաթ 10 օր կոյուղաջուրը հոսում է եւ տեղում ուղղակի իշխանություն գոյություն չունի։ Մենք զբաղված ենք նաեւ շատ չերևացող աշխատանքով եւ մեր ամենօրյա հրապարակումների զատ մենք ահռելի քանակի նաեւ գրություններ ենք ուղարկում, պարզաբանումներ ենք պահանջում, ահազանգեր ենք ընդունում եւ տարբեր պատկան մարմիններին ուղղորդում ենք, որ գնան վերջապես տեղում իրենց պարտականությունները կատարեն։ Այնպես որ ասելիք շատ կա, խոսալիք եւ անելիք նույնպես, սիրելի երևանցիներ, բոյկոտը շարունակեք, բոյկոտի թվերը անհնար է հեքել, այս իշխանությունները ապիկարության բացարձակ ռեկորդ են խփել եւ շարունակում խփել, իսկ դա ներ գումարվում է լկտիության, այսպես ասենք, օլիմպիադան, այս ամենի վերջը մենք բոլորս ձեզ հետ միասին մենք ենք տալու մեր պատասխանատվության, մեր հետևողականության, մեր ջանքերի, ընտրական գործընթացներում մեր ակտիվությամբ եւ որևիցե փոխարեն մեր խնդիրները որևիցե մեկը մեր փոխարեն չի լուծելու եւ մենք պետք է շատ հասկանանք, որ հետևողական, չինովնիկին աշխատել պարտադրող, չինովնիկից հաշիվ պահանջող հասարակությունն է, որ ի վերջո բարեկեցության եւ այսպես ասենք, սոցիալական լավ մակարդակի վրա է լինում։ Այս պահին այսքանը բոլորիդ լավ օր ենք մաղթում, Մայր Հայաստանը ակտիվորեն արձագանքում է եւ շարունակելու է արձագանքել բնակիչների զանգերին, բյուջեի մսխումներին եւ այն ստին ու կեղծիքին, որ տարածվում է քաղաքային իշխանությունների կողմից։ Այս պահին այսքանը, շնորհակալություն։